Բարև ձեզ ու շնորհակալություն, որ ստեղ եք եկել եք, որպեսզի այսօրվա Արշակ Սրբազանի գործի վերաբերվող կամ գործերից մեկին վերաբերվող ասուլիսին մասնակցելու հիշում եք, որ ասուլիսը վերաբերվում է մասնավորապես այն հայտնի տեսագրություններին, որոնք վերագրվում են Արշակ Սրբազանին եւ որի վերաբերյալ դեռևս նոյեմբերից սկսած իմ կողմից փորձաքննություններ նշանակվելու միջազգային փորձաքննություններ նշանակելու ուղղությամբ աշխատանքներ իրականացում Եվ փետրվարի 15-ին իմ հայտարարությանը տեղյակ եք, որ ստացվել է արդեն 3 պետություններից փորձագետների եզրակացություններ, ուզում եմ ասեմ, որ էլի կան պետություններ, որոնցից դեռ սպասում են եզրակացություններ, բայց 3-ը կարծում եմ բավարար է, որպեսզի մենք արդեն հնարավորություն ունենայինք դրա մասին խոսելու։ Ուզում եմ խոսքը սկսել հատկապես այս ամսի 15-ին իմ հայտարարությունից հետո քննչական կոմիտեի կողմից կատարված հայտարարության վերաբերյալ խոսեմ մեկնաբանել, որից հետո նոր անցնենք մնացած հարցերին։ Ուրեմն իմ հայտարարությունից հետո, որ 3 միջազգային փորձաքննությունների եզրակացություններն արդեն կան, քննչական կոմիտեն ինձ համար շատ զարմանալի ու նաև տարօրինակ մի հայտարարություն արեց, մոտավորապես նշելով, թե գիտեք ինչ, քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներից դուրս իրականացված փորձաքննությունները դրանք ապացուցողական բնույթի նշանակություն չունեն եւ այլն, հələ մի բան փորձեց նորից խոսել են մասին, թե իրենց կողմից նշանակված կամ իրականացված փորձաքննությունով հաստատվել է, թե իբր տեսագրության մեջ պատկերված անձը Արշակ Սրբազանն է։ Նախ շատ զարմանալի է, թե քննչական կոմիտեն ինչի չգիտի, որ փաստաբանը ինքը կարող է փորձաքննություն նշանակել, իրական դատավարության օրենսգիրքը նախատեսում է նման կարգ, այսինքն ասել, թե քրեական դատավարության օրենսգրքից դուրս իրականացված գործողությունը իմ համար դա անհասկանալի է։ Քրեական դատավարության օրենսգիրքը թույլ է տալիս փաստաբանին, որպեսզի իրականացնի, որպեսզի նշանակի փորձաքննություն։ Բայց այստեղ հարցը այդ չի։ Իսկ ինչ կապ ունի քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված եւ այն գործով վարույթը մեր կողմից նշանակված եւ հիմա հրապարակվելիք փորձաքննությունների հետ որևէ առնչություն չունի։ Մենք որևէ դեպքում քրեական դատավարության շրջանակներում ոչինչ ապացուցելու ցանկություն ու անհրաժեշտություն չունենք այս գործով։ Մենք այս փորձաքննությունները չենք իրականացրել, որ որևէ եղանակով դա քրեական դատավարությունում որպես ապացույց ներկայացնենք։ Ինչի՞, որովհետև խարուցված կամ իրականացվող վարույթի շրջանակներում Արշակ Սրբազանը թեև ունի վկայի կարգավիճակ, դատավարական կարգավիճակ, բայց փաստացի տուժողի կարգավիճակ ունի։ Իդեպ այս մասին եմ ուզում կարճ անդրադառնալ, թե ինչի վկայի եւ ոչ թե տուժողի։ Որովհետև առաջարկվել էր, որ Արշակ Սրբազանը ճանաչվի տուժող այն հոդվածով նախաձեռնված քրեական վարույթով, որով հիմա քննություն իրականացվում է, մասնավորապես անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիության ռեժիմը խախտելով հոդվածով իրականացվող վարույթով։ Արշակ Սրբազանը հենց առաջին օրը հայտարարեց, որ ինքը առնչություն չունի այդ տեսագրության բովանդակությանը, այդտեղ պատկերված իրողությունները իր հետ որևէ առնչություն չունի, հետեւաբար ինքը չէր կարող տուժել իր անձնական կամ ընտանեկան գաղտնիքի ռեժիմը խախտելուց։ Եթե ինքը չի, ուրեմն իր անձնական ու ընտանեկան գաղտնիքը որևէ մեկը չի խախտել։ Բայց փոխարենը հայտարարվեց նաև քննչականում, որ մեկ այլ բանից է տուժել Արշակ Սրբազանը, մասնավորապես այն բանից, որ ինչ որ մեկը կամ ինչ որ մարդիկ կեղծ տեսագրությունները ստեղծելու ճանապարհով փորձել են առատավորել այդ մարդու անունը, փորձել են ատելություն սերմանել Արշակ Սրբազանի եւ ընդհանրապես եկեղեցու նկատմամբ եւ հետեւաբար գործի քննության ուղղություններից մեկը կամ մեր համար մեր համոզմամբ միակ ուղղությունը դա պետք է լինի եւ հետեւաբար պետք է քննություն իրականացվի այդ ուղղությամբ եւ հայտնաբերվեն այն անձինք, որոնք որ իրականացրել են այդ կեղծիքը եւ այնուհետ դրա տարածումը։